Հուլիսի 2-ի արտահերթ նիստի օրակարգում ներառված է նաև պատգամավորների երթման տեքստը փոխելու հարցը։ Նոր տեքստում պատգամավորները չեն երթվելու համազգային նպատակները իրականացնելու համար։ Սա ինձ հիշեցնում է թուրքական քաղաքականությունը դեռևս 91 թվականից, դեռևս մինչև Հայաստանի անկախությունը 90-ականների կեսվերջերից, որ ասում էին հայաստանցի հայերը լավ են, իրանք պատրաստ են մեր հետ աշխատել, համագործակցել, իսկ սփյուռքի հայերը վատն են։ Մոռացեք, հիմնականում դաշնակցականն էին։ Եվ այս հայաստանցի հայեր, սփյուռքի հայեր տարանջատում էր թուրքական քաղաքականությունը, այսօր իրականացնում է Նիկոլ Փաշինյանը։ Թե ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններում, թե պատգամավորների երթման տեքստի փոփոխությունում եւ մի շարք այլ նախագծերում կարմիր թելի պես ձգվում է Փաշինյանի միայն Հայաստանում ապրողների վարչապետը լինելու թեզը, նշում է պատգամավորը։ 43 հարցից բաղկացած օրակարգում հենց սահմանադրական օրենքների փոփոխություններն են արդեն դարձել քաղաքական քննարկումների հիմնական թեման։ Իսկ վերջնական որոշումը, թե այդ նախաձեռնություններից որոնք կդառնան օրենք, կընդունվի հուլիսի 2-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում։